արեք, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մատ ունենց ապտակ տվեց դատախազությանը երկրի, որ միջև իրանց պաշտոնի վերջ այդ ակաշները զնգալու են։ Մատ մենք լավ խոսք ունենք, ասում է Իս ցանես, էդ էլ կհնձես, հմի կակրաս, այս պահն է, էլի դատախազություն, իս ցանել ես, այս 8 տարվա մեջ, հա, այն փնթի աշխատանքներդ, որ կատարել ես, այն որ երկրի դավաճանները չեն բաներ պատժվե, հա, եւ բոլորը արդարացվել են, չէ որ դու ես այդ մեղադրանքները առաջադրել, չէ, սաղին, այսինքն ոչ մի գործ գլուխ չես բերել։ Էդ ես ցանել, այս 8 տարվա մեջ փնթի աշխատանք ես ցանել, կամ չես ուզեցել որ գործը գլխի բերես, էդ էլ կա, էլի, դա բայց ուրիշ թեմա է։ Ու հիմի այդ քո վարկանիշը այնքան անգ է, որ քեզ ոչ մեկ չի վստահում, դաշե այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի վստահում։ Այդ որ դու դիմում ես, որ Նարեկ Կարապետյանի վրա գործ հարուցես եւ Նարեկ Կարապետյանին ձերբակալես, հա, ու հիմա որ մերժում ստացար, որ գիտես ինչ, ուզում ես գործը հարուցի, բայց այդ անձեռնամխելիությունից ծնձնից յանտու, հա, այսինքն եթե պետք է իրան Նարեկին ձերբակալեք եւ այդ անձեռնամխելիության հարցը կա, ավելի լավա թողա ազգային ժողով, դուք ընտրեք, ձեր մեջ այդ քվեարկում եք, ինչ եք անում, այդ անձեռնամխելիությունը հանում եք, էդի դուք արեք, ըզից յան տվեք։ Դա նշանակում է այնքան անվստահելի ես դու, այնքան փնտի գործ ես արել, որ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում ախպեր ես քեզ չեմ վստահում, հասկանում ես, գործ հարուցում ես, օքեյ, հարուցի, բայց ըզդից հեռու մնային մնացած մոմենտով, որտեվ հետո քո բռնածը մենք տեսել ենք, այն որ ասում է դեմի դռնից մցնում ես, հետևի դռնից բաց ես թողում։ Էդ է, քո արած գործերը միշտ այդտեղ են եղել։ Փնթի ինչ որ գործեր, որտեղ որ մաքսիմում մարդկանց տալիս են, չգիտեմ, մի 2 ամիս նստեն, ժամանակավոր, հետո մի հատ էլ ձգեն 2 ամիս, այն ինչ որ ասում է իրանցյալ հաղորդմանը, հետո բան տնային կալանք, հետո տնային կալանքն էլ ցես մի քիչ կձգեն, բան ու բայց վերջում տես մոռանում ենք, в общем, անցածը լի, հա։ Եվ վերջում ինչ պետք է անի, որ պետք է այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետո մի հատ էլ սրան դատի տան, ինքն գնի դատարաններով ապացուցի, թե ինչքանով էր օրինական, որ ինքը զրկեց Նարեկին անձեռնամխելիությունից։ Իմ կարծիքով սա մի հատ մեծ sense թաթալոշ էր դատախազությանը, որ sense չգիտեմ, խելքը գլուխը հավքի, բայց չի հավքելու, հա, հույս էլ չկա, հավքած լինեին, այս 8 տարվա մեջ հավքած կլինեին, հա, պլենդուսից ցածր ընկած, ժողովրդին միայն խոսքեր տված իշխանության եւ դատախազության փնթի աշխատանքը։ Ուրեմն, չնայած իշխանությունն էլ ես ասում եմ էլի փրկվար, քանի որ մենք չունենք նորմալ ընդդիմություն եւ ստիպված մարդիկ եկան եւ Նիկոլ Փաշինյան ընտրեցին, հա, ԿՊ ընտրեցին, այնտեղ ընտրելու բան իրականում չկա։ Հիմա շատերը կնեղանան, իրականում դա տենց է ու տենց լինելու է, հա։ Ինչու մարդիկ ընտրում են Նիկոլ Փաշինյան, ինչու են երկրի ժողովուրդը ընտրում ԿՊ-ի եւ շատ բլոգերներ, այն որ ասում է քլնգում են ընդդիմությանը, որտեղ մենք շատ լավ տեսնում ենք, որ ընդդիմություն մենք չունենք, ընդդիմությունը մի ինչ որ քամակ մտնող, ռուսիկ լվացող հավաքույթ է, ամեն դեպքում կապ չունի ինչ փող ունեն, ինչ են, ոնց են, մենք բոլորս գիտենք իրան, ոչ մեկ հիմար չի։ Սաղն էլ գիտեն, որ դավաճանների մի խումբ է, որ կատարում է Ռուսաստանի պահանջարկը։ Մի պահանջարկին էլ այնա, այս նոր այդ նույն դատախազությունը նոր բաց թողեց գնաց տուն։ Այս վերջերս։ Ամի գնացել է տնային կալանք, էդի վերջի ստադիան է, դրանից հետո տուն։ Վերջ պրծա, այդ ձևա ձեր երկիրը, որտեղ ասում են ռուսը ոնց ասեն, տես կանենք բան, ուրեմն իր երկիրը հեչ, իր տունը հեչ, իր շահերը, երկրի շահերը հեչ, հայրենիքը հեչ, բայց ռուսի ասածը մեջ։ Այդ ինչ իշխանություն, ինչ դատախազություն, այնց որ կենտրոնական ընտրական հանձնաժողով շատ ճիշտ էլ պատասխան տվիր, ասիր դավայ до свидания, զից յան տվեք, գործ ունեք անելու, գնացեք գործ արեք։ Էդ է ձեր արժանինքները, էդ է ձեր արած աշխատանքը, ինչ տեսնում, այն էլ անում ենք։ Ցավում եմ, այն մի հատ էլ բան ունենք։ Շակալ
ընդդիմություն ունենք, որը որ այս ռսականներից չի, բայց ինքը չգիտես ինչ է։ Ինքը սենց հիմա դուրդոմ է, էլի դու մատ պատկերացրեք մեր երկրի վիճակը։ Դե իշխանության, այս դատախազության աշխատանքը ներկայացրեցի, այս ռուսի քամակ մտած ընդդիմության աշխատանքն էլ ներկայացրեցի, մի հատ էլ սենց արանքը սենց ինչ որ մի քանի բաներ կա, ընդդիմություն կա, որ սենց իրանք իրար մեջ սենց չգիտեմ ընկերություն են անում, ինչ են անում, ու գցենք աշխատում են մեզանից էլ իհարկե sense կիլոմետրներով հեռու մնան, բլոգերների հետ էլ չեն շփվում, իրանք իրար մեջ են շփվում, ասեն իրար մեջ մի երկու հատ ալիք ունեն իրանք, ըտե sense այդում sense չգիտեմ նույն հարցերը sense պատասխանում են ու sense դուրդում։ Դե վերջում էլ parza լինում, չէ՞, տեսանք ընտրությունները ոնց ավարտվեց, հա, գցենք 10 տարվա անդիմություններ են, հա, մեկ էլ Գուրգեն Սիմոնյանը գգա, չգիտեմ, 2 տարի է, հա, կամ հա էլ երևի 2 տարի է նոր կուսակցություն է ստեղծե ու իրանցից 3-4 անգամ ավելի շատ զենք հավաքի։ Դա ի՞նչ է նշանակում, որ այնքան փթիր են սրանք այս 10 տարվա իրանց աշխատանքով, 7-8 տարվա, 10 տարվա, շատերը ավելի շատ, հա, աշխատանքով այնքան թույլ են, որ մի ուքի գալիս է մի հատ նորմալ գործ անում, հա, 2 տարվա մեջ, հա, արդեն իրանցից 3-4 անգամ ավելի շատ զեն է հավաքում։ Սա ապացույցն է, որ այս մարդիկ գոյություն չունեն, շակալի նման ինչ-որ բաներ են ախպեր։ Գիտեք, կպտենք ինչ-որ մի տես կպտենք փող բանանենք, քաշենք։ Չնայած քաշելը շատ է սրանց համար, կներեք, սրանք փող ծծող են, sense բարձր բանի տարրականի նման, sense կապտեն ու տարրական չէ, ոնց էր անուն արա, տազի նման, sense կապտեն ու ծծեն, բա փող են ծծում սրանք։ Այն մի քանի հատ բան կա, այն դիմության դեպքեր կային, որ վիդեոները դրեք, նայեք, մենք Նիկոլի օրով բան չենք անի, էլ ընդդիմություն չէ, պարլամենտ չենք իթա բան, բայց վերջում հետո ամեն անգամ պարլամենտ են հայտնվում, այսինքն իրանք ոչ թե պայքարում են ժողովրդի համար, ոչ թե իրանք պայքարում են օրենքների համար, երկրի համար, ոչ, իրանք պայքարում են շոուի համար, շոու անեն ձեր համար ժողովուրդ ջան, որ իրանք միշտ լինեն կիզակետում, որ ինչ որ մեկին միշտ միանան եւ падգամավորի այդ աշխատանքը ունենան։ Բարձ եմ, չէ՞ պատմում։ Բարձ եմ, չէ՞ ասում։ Էդ է իրանց աշխատանքը, այսինքն падգամավորի աշխատանք ունենան, փողը ստանան, դա իրանց դզեմ փչեն։ Էդ է Հայաստանի իրական վիճակը։ Ցավում եմ, մեր պետությունը այսպես երկար ինչ-որ մեծ ապագա չի ունենալու, որովհետև չի կարող երկիր ունենալ մեծ ապագա, երբ որ իշխանությունը իր տեղում չի, ցավոք սրտի, չի կատարե ժողովրդին տված իր խոստումները, հա, իշխանել կմենք ասեն խոսքի ազատություն, ամոթ թախիզի ինչ խոսքի ազատություն, вообще 21-րդ դարում խոսքի ազատության մասին խոսալը արդեն ամոթ է։ Ժողովուրդը քեզ վերել է լրիվ ուրիշ բանի համար, որ բոլոր հանցագործները պատժվեն, հա, պետական հանցագործները պատժվեն, բայց չէ, այսօր ավելի լավ է, այդան, չգիտեմ, արդան մի երկու բառել ավելի ասե բան, մի քիչ էլ թո չափերը անցածը լի բան, չգիտեմ, ձմերուկ բան, ծախողին կանչեն զրուցի բան, ուրիշ բան չունեք դուք անելու։ Չնայած եթե կանչում եք, այն գյադուն էլ պետք է կանչեիք, այդ ինչի է նրան չեք կանչեն, մեկին կանչել եք։ Երկուսն էլ մեղավոր են, երկուսին էլ պետք է տանեիք նստացրեիք, հələ ասեիք նստացրեիք չեմ ասում տանեիք դատեիք, նստացրեիք զրույցի։ Երկուսին էլ պետք է կարգի հրավիրեիք, ինչի մեկին կանչում եք, մեկին չեք կանչում։ Էսի սենց։ Ուրեմն, շարունակելով Նարեկ Կարապետյանի թեման, հմի Նարեկ Կարապետյանին դուք մեղադրանք եք առաջարկում մթոմ ինչ, հա։ Դուք գիտեք ին վերաբերմունքը, թե Նարեկին, նոր խոսում էին դիմության մասին, հենց որ էլի ցազա բան ասելու չկա։ Բայց երբ որ ես տեսնում եմ, որ չգիտեմ, Սերժը ազատության մեջ, հա հիդեպ այս Սերժը գժանոց է, ուրեմն այսքան բան են, չէ՞ արել, ժողովուրդ ջան, երգիրը կերել են, ասես հարստանալ, բան, ասես բանով, հա, աղբերներով, աղբոր տղեկով, չգիտեմ, էսի համար։ Իսկ բատ դատ եմ նայում, ասում են Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրիում, չգիտեմ, Սև Բերդի օտարման համար։ Արա դուք հիմար չեք, արա դու էս ինչ գժանոց է, ուրեմն երգիրը սախ կերել են, դուք դրե ինչ որ դատական գործ եք բացում Սերժի վրա, ինչ որ Գյումրիի Սև Բերդի օտարում, էլ ուրիշ գործ չկար։
Կայֆավատ են ելնում ժողովրդի վրա, ոտ սենց օրը ցերեկով, սենց այնքան որ Սերժը ինչ որ մի դատական գործ կա, հետո որ ասես, բա Սերժը ինչ էլա, բա Քոչարյանը ինչ էլա, բա ֆլանա ֆստանը ինչ եղավ, պետք է ասեն, «Յա, չգիտես, բա դատական գործ կա, բա դատի են այդում, սև ամրոց Գյումրիում օտարել են Բալասանյանի վրա են ծախե, այն Բալասանյանն էլ հենց ասում է, դե ես անշահակալ, չգիտեմ, բարեխիղճ գնող եմ, ինչ եմ, դուրդոմ, գժանոց։ Հետո ասում ես, այս երկիրը ինչ ապագա պետք է ունեն, ախպեր։ Այս երկիրը ուր է իթալու։ Մի հատ ոլորտ կա, որ այս երկրում նորմալ է։ Չկա, գոյություն չունի։ Մեղադրում են, օրինակ, էլի ասում եմ, հա, մեղադրում են երկիրը կեղեքիչին, երկիրը այն որ սենց մարտի 1-ով բանով սաղի այդ Սերժի Քոչարյանի ձեռով սենց էլի մի լավ սաղ չասեմ։ Դրանք ազատության մեջ են։ Մի հատ էլ գործ են բացել սև ամրոց, հետի հեչ, դրանց չեն կարող նստեցնել, հմե նարեկ են բռնում, ինչի մարես նարեկ բռնում, ասում է մեղադրանք, չգիտեմ, փողա բաժնե, զորով մարդ հա բերե միտինգի բան, այս 2-3 ամիս առաջ ընտրություններից հլա ավել, ինչ 2-3, երևի 6 ամիս առաջ ընտրություններից, սա աշխարհը գոռում էր, թե բլոգերներս էինք ասում, թե հատուկ չգիտեմ դե լրատվականներն է, вообще դրսի լրատվականներն են ասում, որ այս մարդիկ պլանավորում են, որ համ Ռուսաստանից մարդ բերեն, համ մեծաքանակ, համ փող բաժանեն, հիշում եք, ես էլ մի հատ ծրագիր ունեմ, հելա ասեցի, գիտեք, ես ավելի շատ կմտածեմ, որ այդ գումարի տեղը, որ պետք է այդքան գումար տան, որ Ռուսաստանից մարդ բերեն Հայաստան, չնայած էլի բերեցին, բայց այն քանակը, որ ասում էին, ես ճիշտ դուս եկա, այդ քանակը բերելու տեղը այդ գումարը գտած Հայաստանի մեջի դավաճաններին լիքն են ու էսի թազա ինչ որ երևույթ չի վայ բան Հայաստանում փող վեկալող կա բան ես ինչ երեխա եմ այն անկախության օրվանից Հայաստանում ընտրության համար փող են վեկալում մազերս թափում է բան sense բան արդեն մա միջև մի Հայաստանում փող են վեկալում նենց ինչ որ թազա նորություն չի մի խոսքով այն գլխից ասում ենք որ sense բան կա որ սրա դեմը պետք է առնեք որ չգիտեմ Մոլդովայի ձևը կար որ զրկեցին այս արեցին այն սրանք ոչ բռնին, ոչ զրկին, համիլ բռնե դատի են տալի, թե վախտին փող ես տվել։ Պետք է հակառակը լիներ, էլի նրանք թող քեզ մի դատի տային, որ չէիր թողե, որ մասնակցեին ընտրության։ Դու ամեն ձև անում ես, որ փնթի իշխանության, փնթի կառավարության կամ ասես կազմակերպված ինչ որ շոուների մասնակից դարձնես հայ ժողովրդին եւ մոլորության մեջ գցես։ Ես լուբոյին կաուբիդիտ կանեմ, որ դու այս ամեն ինչը կամ ինադու ես արել, կամ փնթի գործ ես արել։ Չնայած ես ավելի շատ հիմնվում եմ ինադուության վրա, որ դու ինադու ես արել, որ ինչ գժանոց ախպեր, Համի դու ինչ ես ընկի, մեղավորը եթե մեկը կապտի դապտվի, եթե դուք եք, այդ ինչի հիմար եք դուք, որ դուք թույլ եք տվել, որ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նախ նարեկը մենք բոլորս էլ գիտենք, որ ինքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թաքցնում է ինքը Ռուսաստանի քաղաքացի է, պրոստը ուբիդիտ չես կարա անես, որտեղ եթե ուզենաս ուբիդիտ անես, պետք է Ռուսաստանը ասի, դե Ռուսաստանը ասի օքեյ, չէ, պետք է ասի չէ, բայց ժամանակին, երբ որ դուք նորմալ պատրաստվեք, այս մարդկանց վրա լիքը փաստեր կարայիք հավաքեք եւ չթողեիք ընդհանրապես ընտրությանը մասնակցել։ Ոբշեմ մի գժանոց։ Ոբշեմ հասկացաք չէ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ է, սրանք գործ անող չեն, արա, սրանք ում պետքա պատժեն, պետք է միատրել, պետք է իրանք գցեն բանը, պրոբլեմների մեջ։ Անցնենք հաջորդին։ Ուրեմն ես խոսացել եմ մի քանի անգամ լավ տղա արտահայտությունը, չգիտեմ, էսի լավ տղա է, այն չգիտեմ ինչա, вообще այդ պանյատները ես մի քանի անգամ բացատրել եմ, էլի բացատրում եմ հատուկ հիմարների համար։ Արա այդ պանյատները հայի պանյատը չի։ Էդի ինքիղտոտ պանյատներն է, որին բոլորս առնչվել ենք, հա, ժամանակին, հա, էդի պետք է չմտնես դրա մեջ, դե մի Հայաստանում նենց է, որ բոլորս այն որ ասա փոքր ժամանակ նենց առնչվել ենք, բան, դրանով ենք ինչ որ տարված եղել մի բա, բայց հետո մեծանում ես, խելքդ գլուխդ ես հավաքում, հասկանում ես, որն է լավ տղեն եւ որն է վատ տղեն։ Եվ այդ լավ տղա խաղալու արդյունքում եւս մեկ անգամ, էլ ոնց կլինի բացատրել, արա, եւս մեկ անգամ հայ տղա զոհվեց։ Գիտեք, բանակում ինքնասպանություն է եղել եւ այդ լավ տղա, վատ տղա խաղալու հետևանքն է։ Համի ինչ լավ տղա մեռա բացատրելու, արա, սրանք չեն կարող լինել լավ տղա։ Արա հայ լավ տղեն ուրիշ տեսակն արա։
Չեք հասկանում, արա ուրիշ ոչ մեկ չի կարա հայի մեջ լինի լավ տղարա, հայ լավ տղեն, հայրենիքը սիրող տղեն է, հայրենիքը պահող տղեն է, իր ընտանիքին լավ պահող եւ սիրված տղեն է, ծնողներին լավ վերաբերվող տղեն է, էդ է հայը, լավ տղեն։ Հայի սաղմանները պահող տղեն է հայ լավ տղեն։ Մնացածը չի կարա լինի, արա հայի մոտ լավ տղա։ Այսի մի գժանոց եք պատմում, լավ տղա, մարդը պետքա ձգտի այդ ձևի լավ տղա լինի։ Ուրեմն ոնց կարա լինի լավ տղա, որը մի Հայաստանի հայ ժողովրդի 99%-ը այդ գյադեկին լավ է քրվում։ Դամավոյ է քրվում։ Լավ անամ, խլեշում է, որտեվ այդ թուլեքի պատճառով հայ մարդ զոհվեց, հայ տղամարդ զոհվեց, հայ զինվոր զոհվեց։ Եվ ոչ միայն այս տղան, այ շատերն են զոհվեց, եւ ինքնասպանություններ իրար են կրակում, իրար են սպանում։ Որ դուք անասուն չեք արա, ինչ լավ տղարա վերընկեք տեղները տարա, դուք հիմար չեք արա, ուռո գլուխ չեք արա։ Չի կարա մարդ լինի լավ տղա, եթե հային սպանել է։ Հայ սպանողը մինիմում թուրքի ծնունդ արա, չի կարա լինի հայ տղա, լավ տղա։ Գժանոց արա, հային սպանում են, ասում են մենք լավ տղա ենք, հետո գիտես ինչ կա։ Որ մի հատ չգիտեմ ինչ որ մանկա պիղծը լինի խփել են, ասես լավ էլի, հա, արժեր։ Ես էի սրա գլուխը կուտեիքս ենք, մանկա պիղծա չգիտեմ երեխա բանա բռնավար է, բան ասես բան։ Մոտ անասուն բանի համար, մոտ չգիտեմ, ինձ թարսն է այս բան, չգիտեմ։ Ինձ ասեց ընդե նստի, դրա համար իրար փոր են թափում, հետո ասում են դե ես ուրիշ կյանքով ապրում, արա փախիկ, սրանց պետք է բռնես փչացնես, հենց նախ առաջինը պետք է փչացնես այդ տեղի բանին, այդով այդ կամանձիերը դրանց պետք է բռնես, հա, տանես զուգարան, գլուխը կողես զուգարանի մեջ, ջուրը քաշես։ Այդքանով այդ մարդը փչացավ, վրպրծավ։ Ոչ բանակում են իրան հարգելու, ոչ իր երազանքներն էլ հարգելու է, պրծավ։ Այդ բանակից պետք է իրան սիկտ իրանես, մի անգամից պետք է ռադ անես, որտեղ ինքը չի կարա դե լինի կամանձի, ինչ կամանձի բան, ինչ բան, դու կամ կարաս լինես այդե բարձրաստիճան զինվորական, հա, ու պատասխանատունով հանեք ռադ արեք արա։ Իսկ ով հələ եթե էտել է իրանց այդ պանյատների մեջ, գլուխը կողում եք զուգարանի մեջ, ջուրը քաշում եք, պրծավ։ Ուզում ես գնա դու արդեն դու գիտենք ով ես, դու պրծավ։ Հասկացար։ Այ եթե պետք է ինչ-որ մեկի իրան սպանի, թող գնա ինքս։ Ավելի լավ է եթե իրան էթա կախի, կանց թե իր պատճառով 10 հատ հայ տղա զոհվի։ Ինքը էլ հայ չի, հասկանում ես, ինքը արդեն ամբարյոկանի տղա է, որ ինքը իր դեբիլ խելքի պատճառով կարա այդ լավ լիքը հայ մատխաշ տղաների, հա, սպանել։ Թուրքից չեք տարբերվում, արա։ Ովքեր են արա այս պորնիկի տղեկ արա չեն վերանում արա։ Ու սրանց հերը չեմ ջոգում, ոնց եք դուք մտածում։ Դժանոց։ Ուրեմն ինչ վերաբերվում է ժողովուրդ ջանում։ Չնայած ես անցյալ կիրակի ասեցի Viber-ին շարունակում են ռմբակոծել եւ շարունակելու են ռմբակոծել։ Հույս մի ունեցեք, որ եսի միշտ դեզի փող հետ են տալու, ինչ որ կոպեկներ են տեսա, որ հետ են տալի, բան ոչ շի բան է էտի այն մեծ կորուստների հետ, ինչը որ կորցրել են հենց մանավանդ գործանողները եւ նորից ես ասում եմ որ այս կինոն շարունակվելու է ցանկացած ինչ կապ ունի Ռուսաստանի հետ վատա լինել ու էդինես չի որ իմ սրտի ասածնարա էդի այնա ինչը որ կա պրոստը դուք որ չեք ուզում ընդունեք էդի ձեր խնդրեմն է բացատրում են որ քաքի մեջ չընկնեք հասկանում եք աշխատեք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք որ կապ չունեն Ռուսաստանի հետ, որ դուք խնդրեմ չունենաք, հակառակ դեպքում դուք ունենալու եք խնդրեմ։ Այն ժամանակ, երբ որ ես Viber-ի մասին ասեցի, շատերը շատ հնարավոր է քմծիծաղ տվեցիք, այսօր ճիշտ է, ես քմծիծաղ չեմ տալի, անգամ իմ սիրտը ցավում է ձեր նման այն որ ասма ոչ լուրջ հայացքներ ունեցող մարդկանց համար, այսինքն հերատես ոչ հերատես մարդկանց համար, քանի որ հայ եք սիրտս ցավում է, բայց եթե այն որ ասում ամեն ինչին կա չափ եւ սաղման, այն որ ասում զգացմունքն էլ է սառում, եթե շատ է ձև շարունակեք, դա անգամ սիրտս էլ չի ցավա արդեն ձեր համար, հա, կպեք նորմալ, вообще եթե գործ եք անում, աշխատեք նենց տեղ անեք, որտեղ որ ձեր փողը, ձեր գումարը ապահովա գրված է, հա, չկցոցի չլինի։ Ռուսաստանը ինչը որ մտավ, էդի քոնը չի, պրծավ, ընդ գիտես, դուրդոմ անդե։ Ընդ հելում են ասում են պատերազմը մեր սիրտն է, պատերազմը մեր էս է բան, ընդ տերտերը հելում ասում դուք մի աղոթեք ձեր համար, ելեք աղոթեք երկբանի երկրի պրեզիդենտի համար, բան, դուրդոմ, գժանոց բան։
խելար հիվանդանոց է այդի։ Մի օր վիդեոներ եմ սենց հավաքելու, սենց դնում տենակ ինչ հիվանդանոց է այդ երկիրը դառը, գժանոց։ Պոլնի գժան, ոյտի մենակ ես չեմ ասում, արդեն ռուսներն են ասում, դուրդում, լիքը վիդեոներ կա։ Ասում են մարդիկ ռուսները նայում են, ռուսները նայում են, ասում են ինչ դուրդում ախպեր ասում է։ Իսկ գժանոց այն տերտերի վիդեոն են դնում, որ ասում է բանը, դուք ինչ եք ասում աղոթում ձեր առողջության համար, չգիտեմ, աղոթեք Պուտինի համար։ Գժանոց։ Հեռու մնացեք այդպիսի գժանոց երկրից, մինչև ընդ նորմալ իշխանություն չկա, նորմալ մարդիկ եւ այդ բանդիտ համակարգը չկոտրվի։ Իսկ դրան քիչ է մնացել։ Էս է ուսում ասեի այսօր ժողովուրդ ջան։ Այսօր այսքանը ստեսյուն հաջողություն։